Դուք որպես Կոտայքի մարզի բնակիչ կառավարության աշխատանքից գոհ եք։ Իհարկե գոհ եմ։ Իսկ ինչ աշխատանքներ կառանձնացնեիք, որ բարեփոխումները կառանձնացնեիք։ Հիմնականում առողջապահության ապահովագրությունը ամենակարևոր բարեփոխումներից մեկը դա եմ գնահատում, որովհետև այսօր բոլոր ընտանիքներում մեծեր կան եւ մարդիկ մենակ այն մտքից, որ իրենց մեծը հիվանդանա, կարողանա բուժվի, խնդիր չեն ունենա, ֆինանսական ծախսերի տակ չեն մտնի, այդ արդեն կարևոր բարեփոխում է։ Բոլոր բարեփոխումներն էլ բարձր եմ գնահատում, ժամանակի հետ ամեն ինչ տեղ է կընկնի։ Իսկ խաղաղության մասին ինչ կասեք, չէ՞ որ արդեն 2 տարի է սահմանին կրակոցներ չկան։ Ես որպես մայր երևի բոլոր մայրերը առաջին հերթին կփաստեն հանգամանքը, որ անգնահատելի բան է խաղաղությունը։ Իհարկե կողմ ենք 2 ձեռքով խաղաղությանը։ Իսկ այդ բառը լսելիս եմ արդեն փշաքաղվում։ Իհարկե խաղաղություն պետք է եւ բոլոր մայրերը դրան են տենչում։ Իսկ մայիսի 28-ին մեր շատ սպասված զորահանդեսն է։ Զորահանդեսի մասին ինչ կասեք։ Մենք ի վերջո ունենք նոր բանակ։ Դա զորահանդես եւ զորահանդեսը եւ մի տեսակ հաշվետվություն իմ կարծիքով ժողովրդի առաջ, որ մենք տեսնենք թե 22 թվականից հետո մենք ինչեր ունենք, ինչ ենք ձեռք բերել եւ շատ կարեւոր բան եմ համարում դա։ Եվ ինչպես վարչապետը նշեց, զորահանդեսի ներկա ամբողջ տեխնիկան գտնվելու է մինչեւ գիշերվա 12-ը, որպեսզի բոլորը կարողանան մոտիկից տեսնել, շոշափել, զգալ, որ մենք ինչ ունենք, որովհետև շատ հաճախ ընդդիմության կողմից ասում են մակետներ են, են, իհարկե շատ կարևոր բան է դա, թող ժողովուրդը տեսնի։ Իսկ ընդդիմության հնչեցրած քննադատությունների մասին ինչ կասեք, որ հաճախ բողոքում են եւ քննադատում են իշխանություններին։ Ալաթ են անում։ Ես ընդհանրապես ընդդիմություն չեմ տեսնում, որ մի բան էլ գնահատական տամ իրենց։ Ընդդիմություն չեն, քաղաքական դիակներ են։